Խորհրդարանում լսում են գլխավոր դատախազին։ Գյորգի Գվարակիձեն այս պահին պատասխանում է պատգամավորների հարցերին։ Մինչ այդ նա օրենսդիր մարմին էր ներկայացրել եւ անցյալ տարվա գործունեության մասին զեկուցել։ Նա մանրամասն խոսել է քրեական արդարադատության, քաղաքականության մասին եւ ներկայացրել հանցագործությունների վիճակագրությունը։ Նրա խոսքով անցյալ տարի քրեական հետապնդում է սկսվել 25086 անձի նկատմամբ։ Դատապարտված 20092 անձանցից մեղքի ճանաչման համաձայնագրեր են կնքվել գործերի 86.5%-ում։ Գվարակիձեի խոսքով ստորագրված մեղքի ճանաչման համաձայնագրերի թիվը վերջին 5 տարիների ընթացքում բարձր է եղել։ Գլխավոր դատախազի խոսքով ամենատարածված հանցագործությունների տեսակներն են թմրանյութերը, ընտանեկան բռնությունն է, սպառնալիքները եւ գողությունը։ 53 միլիոն լարի արժողությամբ հոգեմետ դեղերի անօրինական առևտրի գործով ձերբակալվել է 17 մարդ, 3 անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ 11-ի դեմ մեղադրանքի առաջադրվել առանց կալանքի, նրանց թվում են դեղագործական կարգավորման գործակալության նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ֆինանսների նախարարության քննչական ծառայության ներկայացուցիչի խոսքով գործով իրականացվել են ավելի քան 1000 քննչական եւ դատավարական գործունեություն։ Հետաքննչությամբ պարզվել է, որ 2018-ից 2025 թվականներին երկրում գործել է լայնածավալ ցանց, որը նպաստել է այսպես կոչված դեղատնային թմրամոլության տարածմանը։ Հոկտեմբերի 4-ին դատավճիռների հրապարակումը շարունակվում է Նաննա Սանդերը, դատապարտվել է 7 տարվա, Անդոն Նավերյանին եւ Անդոն Ուբեյրին 5 տարվա, իսկ Մարիամ Մեկանցիշվիլին տուգանվել է 5000 լարիով։ Այսօր Աթոնելի պալատի մոտ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ձերբակալված 12 անձանց հետ կնքվել է մեղադրանքի խոստովանության համաձայնագիր։ Գործարկվել է Kalata.gov.g էլեկտրոնային պորտալը, որտեղ տեղադրվում են տարբեր շուկաների առաջարկներ եւ գներ։ Էլեկտրոնային զամբյուղը օգտատերերին կծանոթացնի տարբեր ցանցերի հիմնական ապրանքների լավագույն առաջարկներին եւ գներին մեկ տարածքում։ Սա գների կարգավորման արդյունքում կայացված որոշումներից մեկն է։ Նոր վեբ պորտալը պատրաստել է Վրաստանի մրցակցության եւ սպառողների պաշտպանության գործակալությունը։ Մեր երկրի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովը քննարկում եւ քվեարկություն կանցկացնի Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին զեկույցի վերաբերյալ։ Համազեկուցողներ են Էդիթ Էստելը եւ Սաբինա Չուդիչը։ Վեհաժողովը նշում է, որ նախորդ բանաձևերի ընդունումից ի վեր Վրաստանում ժողովրդավարության վատթարացումը շարունակվել է եւ կառավարությունը չի իրականացրել առաջնահերթություններից, առաջարկություններից ոչ մեկը։ ՄԱԿ-ի հանրային ծառայությունների ֆորումը շարունակում է Թբիլիսիում թեմատիկ նիստերով եւ աշխատաժողովներով։ Լիագումար նիստում ելույթ ունեցավ արդարադատության փոխնախարար Լանա Մորգոշյան։ Գլխավոր թեման քաղաքացիների մասնակցությունն էր որպես հանրային հատվածի վերափոխման կարևոր գործոններից մեկը։ Հատուկ ուշադրություն դարձվեց թվային ներառման եւ մասնակցային կառավարության ուղղություններին, որպեսզի հասարակության բոլոր խմբեր, այդ թվում տարածաշրջաններում բնակվող քաղաքացիները, երիտասարդությունը, կանայք եւ ժամանափակ կարողություններ ունեցող անձիկ հավասարապես հասանելիություն ունենան հանրային ծառայություններին։ Գնդաբեդ Ռամազ Թաթարաշվիլին նշանակվել է Շիդաքարթլիի ոստիկանության դեպարտամենտի նոր պետ։ Նրան աշխատակազմին ներկայացրեց ներքին գործերի նախարարը։ Թաթարաշվիլին փոխարինեց Սերգի Բզիշվիլիին, ով կշարունակի իր գործունեությունը որպես բարեկային ոստիկանության դեպարտամենտի Մցխեթամ Թիանեթի գլխավոր բաժնի պետ։ Թբիլիսիի մանկապարտեզներում երեխաների գրանցումը կիրականացվի 3 փուլով։ Անհրաժեշտ փաստաթղթերը հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակներով մանկապարտեզների կառավարման գործակալության կայքում kids.org.g։ Գրանցման բոլոր 3 փուլերը կսկսեն հուլիսին։ Երախտագիտության պատը բացվեց Ազգային գրադարանի 3-րդ շենքում։ Այցելուները գրադարանի անգլո-ամերիկյան դահլիճի պատին հատուկ տեղադրված մոնիտորի վրա կկարդան տեղեկություններ այն մարդկանց մասին, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել վրաց լեզվի, մշակույթի, բնական գիտությունների, գրականության եւ ճարտարապետության զարգացման գործում։
Պետությունը կֆինանսավորի երկկողմանի կոխլեար իմպլանտներ 4 տարեկանից փոքր երեխաների համար։ Սա վերաբերում է լսողության խանգարում ունեցող կամ լսողությունից զուրկ երեխաներին։ Գործող ծրագրի համաձայն կշարունակվի միակողմանի կոխլեար իմպլանտների ֆինանսավորումը, որը կրկին հասանելի կլինի բոլոր տարիքի հիվանդների համար։